Ողջունում եմ բոլորիդ իմ սիրելիներ եւ ուզում եմ այսօրվա խոսքը սկսել փառաբանությունից, Տիրոջի երկրպագությունից։ Երկնքիր գահը նա թողեց անունս մեր փոխարեն իր մահը լույս շամփան բացեց իր պարզած ձեռքերը դեռ որքան սպասեն քեզ կյանքը տա քեզ Տերը որ իր պես ապրես Գողգոթա Սովորտի հայացքներ ուղղել քեզ որ կողքին կենթանանա և դու կյանքի առաջնորդի սիրուն արձագան քեզ երկիր աչքերին նայիր քո ամբողջ սրտովը կանչիր Հիսուս դու իմ Տերն ես սիրտը տուր ասորտում իր այրեմ ստացիրներում և նոր կյանքի բերում Բողոթալերանը վրա խոչին գալած ասորտի հայացքներ ուղղել քեզ որ կողքին կենթանանա և դու կյանքի առաջնորդի սիրուն Aչքերին նայիր, քո ամբողջ սրտովը կանչիր
ձեռքը վերհանած անգացի Արցունքներս մաքրեցիր վերքերիս դարմանների Այրունով ինձ հավեր հրեգեցիր Քո աչքերը ինձ տեսան Քո հայացքը ինձ գտա Քո սում ձեռքը վերհանեց անգաթիր Արցունքներս մաքրեցիր վերքերիս դարմանների Այրունով ինձ հավեք հրեգեցիր Փրկության բաժակս կվերցնեմ Օժմության սիրո խոսքեր կվարձյացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կայերքեն Ողջուկով և ողջրտով քեզ կօրհնեմ Փրկության բաժակս կվերցնեմ Օժմության սիրո խոսքեր կվարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կայերքեն Ողջուկով և ողջրտով քեզ կօրհնեմ Ամբողջ իմ էությունն քեզ պիտի երգի Հիսուս Քեզ պիտի երգի Տեր Հանդերձներս փոխեցիր Պատմության ինձ հագցրիր Իմ գլուխը նոր յուղոցեցիր Նավակ ինձ կանչեցիր Ժառանգորդ դարձրիր Սուրբ հոգով ինձ նոր մարդ դարձրիր Հանդերձներս փոխեցիր Պատմության ինձ հագցրիր Իմ գլուխը նոր յուղոցեցիր Նորավայր ինձ կանչեցիր Ժառանգորդ դարձրիր Սուրբ հոգով ինձ նոր մարդ դարձրիր Փրկության բաժակս կվերցնեմ Օժմության սիրո խոսքեր կվարձյացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կայերքեն Ողջուկով և ողջրտով քեզ կօրհնեմ Փրկության բաժակս կվերցնեմ Օժմության սիրո խոսքեր կվարձյացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կայերքեն Ողջուկով և ողջրտով քեզ կօրհնեմ Ողջուկով և ողջրտով քեզ կօրհնեմ Այո, Հիսուս իմ Աստված, իմ ամբողջ էությունը, իմ ամբողջ եսը, կարողությունը, ամբողջ իմ մարմնի օրգանները, օրգանական սիստեմը, մինչև որ ամենափոքրը պաշտում է քեզ ու քեզ պիտի պաշտե Տեր, որքան որ այս աշխարհի տակ դու կշնորհես ինձ այն կյանքը, որ ինձ համար կյանք է միայն, քանի որ քարոզվում է կյանքի խոսքեր, հակառակ դեպքում ավելի կցանկանամ, ավելի կգերադասեմ ասել քեզ Տեր, այս աշխարհը իմը չէ,
Ես այս աշխարհում ինձ կոմֆորտ չեմ զգում։ Այս աշխարհը իմ վայրը չէ, այս աշխարհը իմ տունը չէ։ Այս աշխարհը ինձ չի պատկանում։ Տեր, եւ ուզում եմ ասել, մարդիկ, բայց անուամենայնիվ Աստված տվել է ամեն մեկիս միսիա։ Ամեն մեկիս առաքելություն ինչ-որ մեկ բանի համար, ձեռքի մեծն համբույրով կասեմ այս աշխարհին հաջողություն եւ ցտեսություն։ Բայց ինչպես։ Դա է հարցը, ինչպես։ Եթե Աստծո կամքն է, եթե Աստված է ուզում, եթե Աստված է կամեցել, եթե Աստված է ուղարկել լույս աշխարհ, հենց այս պահերի համար իմ կյանքի, ես չգիտեմ, Պողոս Արաքյալն ասում է, ես չգիտեմ էլ ինչու համար է, ապրում եմ, թեպետ որ մեռնելն ավելի ինձ համար շահ կլիներ, բայց քանի որ կան դեռ գործեր, բաց թողնված, որ հոգի զգում է եւ հասկանում եմ, որ այս աշխարհում պետք են այն գործերը, այն առաքելությունները, որ ոմանք կարող է շատերը չգնահատեն, բայց կա մեկը, ով գիտի գնահատել եւ նրան ունե Հիսուս Քրիստոսը, եւ տալիս եմ ես միայն ու միայն այն անձին, այն էությունին, փառք ու պատիվը ու հավիտյանս հավիտենից նա պիտի փառավորվի։ Սիրելիներ, խոսք, որքան կարևոր է սա մեր համար, թե որքան կարևոր է սա ինձ համար, անկեղծ ուզում եմ ասել, սա կյանք է, մարդիկ, խոսքը կյանք է, Աստված կյանք է, Աստծո ձայնը, երբ որ մեր կյանքում հնչում է, այն ուղղակի մեզ ավելիով կյանք է տալիս, թե ինչքանով ես դու հասկանում, թե ինչքանով ես դու հասկացել մինչև առայսօր, թե ինչքանով դու երբևիցե կհասկանաս, թե որ կային կյանք է Տերը, ով ուզում է, ինչ ուզում է անել, ով ուզում է բարկացնի, ով ուզում է նեղացնի, ով ուզում է կծոտի, ով ուզում է չարախոսի, կա մեկը, որի առաջ որ ես գնում եմ եւ 24 ժամս նրա առաջն եմ եւ ասում եմ Տեր, իրապես չարժե, բայց իրապես արժե ապրել քեզ համար այս երկրի վրա։ Հիսուս, քեզ համար արժե այս երկրի վրա ապրել, ինչու՞։ Որովհետև դու ես այդպես ուզում։ Որովհետև Տեր դու ես այդպես ուզում։ Դա ես չեմ, դա դու ես։ Եվ այո, բնական է կշարունակենք ապրել երկրի վրա, կշարունակենք խոսել, կշարունակենք գրել, կշարունակենք մեր կյանքի ժամանակները Տիրոջը տալ, կշարունակենք հասկացնել մարդկանց, ցույց տալ երկնային սուրբ լույսը, կհասկացնենք մարդկանց, հասկացնել, որ այս կյանքը միայն Տիրոջմով է կյանքը, մարդիկ, առանց Տիրոջ ամեն բան ունայն է, հավատացած եղիր, առանց Տիրոջ ունայն է անգամ քո ամենալավ հարևանդ, առանց Տիրոջ ունայն է ամենայն լավ հարազատդ ու բարեկամդ, որ գալիս է պահ, ամեն բան այնքան ունայն է դառնում, որովհետև հասկանում ես, որ այսօր աշխարհում մարդիկ ապրում են միայն իրենց էգոյի համար, մարդիկ ապրում են միայն իրենց էգոիզմի համար, մարդիկ պահանջում են, բայց մարդիկ չեն տալիս, նույն Աստծուց, նույն էլ այսօր մարդը մարդուց, միայն թե թող ինձ հաճելի լինի, միայն թե թող ես բավարարված լինեմ ամեն կերպանե քեզանից, նրանից, այն մյուսից, թե դու ինչ կզգաս, թե Հիսուսն այնտեղ ինչ կզգա, թե ինչպիսի վիրավորանքներ դու կհասնես ինչ որ մեկի հասցեին ու դա երբևիցե չես հասկանա։ Մեկ օր, մի բարի գեղեցիկ օր Աստված քեզ դա կհասցնի, կհասկացնի սիրելիս, եւ այսպես խոսք, որի անունն է, խոսք, որը վերնագրված է, խոսքը, որը անունից բարձր է, այո։ Եվ ես ուզում եմ, այսօր մի տեսակ, չգիտեմ ինչի է հոգիս այսպես, չեմ կարող ասել սիրելներ, լցված, մշուշված, թե չգիտեմ թախծոտված, երևի ճիշտ կլինի այսպես ասել, որովհետև հասկացել եմ ու հասկանում եմ մի կարևոր բան։ Երբ որ իմ Տեր Հիսուսը աշխարհ եկավ, նա մենակ էր։ Երբ որ նա իր 30 տարիներն ապրեց աշխարհի վրա, նա անգամ ուներ նրա շուրջատ մարդիկ, բայց նա մենակ էր։ Անգամ խաչի վրա նա մենակ էր, ասում էր հայրին, ինչու թողեցիր ինձ։ Եվ այսօր կարող եմ ասել օրեր է դա իմ կյանքի մեջ, որ ես հասկանում եմ մի շատ կարևոր բան։ Եթե դու
բռնում ես այս ճանապարհը, այս հավատքի ճանապարհը, այս սիրող ճանապարհը, ապա պիտի դու գիտակցես ու հասկանաս, որ մեկ օր դու մնալու ես միայն ու միայն Հիսուս Քրիստոսի հետ։ Քո կողքին ոչ մեկ չի լինելու։ Քո կողքին մարդիկ քեզանից հեռանալու են, այո, նրանք թողնելու են մարդիկ, նրանք թողնելու են քեզ մենակ, ինչու՞, որովհետև սա բացառված բան է, որովհետև երբ որ ասում է Հիսուս Քրիստոսի դժվար պահին, երբ որ նա Գեթսեմանիում աղոթք էր անում, արդեն իսկ աշակերտները թողել էին նրան, ինչու՞։ Նրանք մռափի մեջ էին։ Նրանց հետաքրքիր չէր, որ շատ շուտով իրենց Տերը պիտի չարճարվեր, եւ այսպես էլ այս երկրավոր կյանքի մեջ է։ Դու հասկանում ես, որ դու քո կողքին ունես ոչինչ, բացարձակապես ոչինչ եւ ոչ մեկին, բացի միայն քո Տեր Հիսուս Քրիստոսից։ Եվ ես փառք եմ տալիս Աստծուն։ Ասում եմ, ավելի լավ է ունենամ նրան, թող աշխարհ չունենամ, բայց նա իմ կողքին լինի։ Խոսք Սաղմոս 238 ասում է այսպես. կգոհանամ քեզանից քո բոլոր սրտովս, Աստվածների առաջին քեզ սաղմոս կասեմ։ Երկրպագություն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունիցը, քո ողորմության համար եւ քո ճշմարտության համար։ Նայեք, որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խոսքը։ Սիրելիներ, այսօր քիչ թե շատ պիտի խոսենք արարչագործությունից Աստծո։ Արարածից եւ արարչի մասին պիտի խոսենք այսօր, խոսքը այսպեսին է գրանցված եւ քանի որ Աստվածաշունչը ինք ասում է խոսքը քո անունից բարձր դասեցիր, ես ուզում եմ որ այս նրբությունը մենք այսօր երկուսով հասկանանք սիրելիս։ Ինչու ինչ է Աստծո անունը ցածր է։ Ոչ, բայց խոսքը Աստված ասում է իր անունից բարձր դասեց։ Ինչու։ Հիմա հասկանանք, ամեն բան այս աշխարհի տեսանելի, անտեսանելի, տիեզերական, ինչ որ քո հորիզոնական աչքերը շոշափում է, ինչն էլ որ հորիզոնից այն կողմ չի կարող շոշափել, երկնավորում եւ երկրավորում ստեղծվեցին Աստծո խոսքով։ Չի ասում այստեղ Աստծո անունով, ասում է ստեղծվեցին Աստծո խոսքով։ Առաջի օրվա արարչությունը, մինչև 5-րդ օրվա արարչությունը, եթե գիտես դրա մասին, արարչությունը մինչև առ այսօր մարդիկ, մինչև առ այսօր առաջի օրվա արարչությունը, որն էր երկինքն ու երկիրը, մինչև 5-րդ օրվա արարչությունը, որն էր ծովը եւ ծովի կենդանիները, մինչև առ այսօր հպատակում են, հնազանդում են Աստծուն։ Կբացատրեմ։ Առաջինը ասում է Աստված խավար էր, ասում է ամբողջ երկիրը խավարի մեջ էր եւ ասում է Աստված ասեց թող լույս լինի եւ ասում է խավարը լույս դարձավ։ Ես խոսում եմ քեզ հետ ոչ թե մարդկային մեկ հոգու մասին, ես խոսում եմ աշխարհի խավարի մասին։ Եթե դու գիտես, որ երկրագունդը, երկիրը խավարով է լեցված եղել եւ ասում է մեկ Աստծո խոսքով խավարը ինքը անձնավորություն է մարդիկ։ Խավարը ինքը մեկ Աստծո խոսքով դարձավ լույս։ Խորն եմ ուզում ես քեզ այսօր տանեմ, խորը ջրերի մեջ եմ ուզում տանեմ, որպեսզի դու հասկանաս։ Եվ ասում է նա դարձավ Աստծո խոսքով դարձավ նա լույս։ Դուք հասկանում եք, որ ամբողջ երկրավոր խավար հպատակվեց Աստծո ձայնին, Աստծո խոսքին բերանից դուրս եկած։ Եվ երկրորդը երկինքը եւ նրանում գտնվող զորք այս երկրորդ օրվա արարչությունն էր, Տիրոջ արարչագործությունն էր, գտնվող զորքը, որոնք են հրեշտակները, քերովբեները, սերովբեները, հրեշտակապետերը, այնտեղ երկնքում նաեւ գոյություն ունեն երեցներ, եթե չեմ սխալվում 14 կներեք, եւ այս արարվածները մինչև առ այսօր մարդիկ մինչև առ այսօր հպատակում են Տիրոջը, ձայնին, Տիրոջ խոսքին։ Երրորդ օրվա արարչությունը, երկիրը, ծովը, կանանջը, մինչև առ այսօր, ծովը հնազանդում է Աստծուն։ Ծովը հնազանդեց Քրիստոսի խոսքին, ծովի ալիքները, երբ որ թավալում էր նավը,
որտեղ որ Հիսուսն էր, ասում է նա հնազանդեց Հիսուսին, Աստծո ձայնին, Աստծո խոսքին։ Երկիրը, կանաչը, խոտը, մինչև առ այսօր հնազանդում են Աստծո խոսքին, կանաչը բուսնում է, երկիրը նույնն է։ Ծովը ասում է, քեզ ասում է, բարիսներ դրեցի, որովհետև որպեսզի քո ալիքները չամսնեն, եւ առ այսօր ծովը ինքը գիտի իր սահմանը, հասկանում ես, ծովը որ այդքան ահռելի նկատել ես, երբ որ դու նայում ես նրա շաղախված ալիքներին, տեսել ես երբևիցե 9-րդ բալ, 7-րդ բալ ծովային, թե ինչ ահռելի են նրանք, բայց նա հպատակվում է Աստծո խոսքին, քանի որ ասում է սահման դրեց Տերը, եւ ծովը այդ սահմանի չի անցնում, մարդիկ։ Հասկանում ես դա ինչ է նշանակում։ Ես այնքան եմ ուզում, որ դու հասկանաս։ Ու ամեն մեկ անուն, որ ես հիմա կթվեմ, թե հասկանաս դու որտեղ ես գտնվում։ Չորրորդը, լուսինը, արևը, աստղերը բացարձակապես մարդիկ հպատակում են Աստծո խոսքին եւ հրամանին։ Դու տեսել ես երբևիցե արևը դուրս չկա եւ մայր չմտնի։ Դու տեսել ես երբևիցե, որ աստղերը չփայլեն, հնարավոր է, որ երկրի վրա լինի ամպրոպ, անձրև, մենք աստղերը չտեսնենք, բայց աստղերը նույն իրենց տեղում են եւ նրանք փայլում են։ Աստծո խոսքով այո, որոշակիները շատ են փայլում, որոշակիները խամրած են, բայց նրանք տեղում են։ Մարդիկ, նրանք իրենց տեղում են։ Արև իր տեղում է։ Դուրս է գալիս, ներս է մտնում։ Լուսինը լուսավորում է ամեն իրիկուն, ամեն գիշեր լուսինը լույս է տալիս։ Այդ փոքր լուսատուն եւ նրանք հնազանդում են Աստծուն, քանի որ Աստված դրեց նրանց այդտեղ, որտեղ որ նրանք մինչև առ այսօր կան։ Կարծես թե 6000-ից ավելի տարիներ։ Բայց այստեղ մի մեծ բայց կա։ 6-րդ օրվա արարածը, ով արարվեց գազանի հետ, լինելով արարված, նա կարծես թե ինքն է արարիչը։ Սա մի ցավալի փաստ է։ Հասկանում ես դու դա։ Լինելով արարված, նա մինչև առ այսօր կարծում է, որ նա արարիչ է։ Դու, ընդհանրապես դու, մարդ անձնավորություն, անձ, մարդ, եղբայրս, քույրս, դու ընդհանրապես կարող ես ընտրել քո ծննդյան վայրը։ Դու ընդհանրապես կարող ես ընտրել քո ծննդյան օրը, քաղաքը, երկիրը, ժամը։ Թե ինչպիսին դու պիտի ծնվես, սևամոր թե սպիտակ, թե որ երկրում պիտի ծնվես, թե որ կրոնի մեջ դու պիտի ընդհանրապես ծնվես, դու կարող ես ընդհանրապես ասես, որ դու կարող ես ընտրել քո այս ամեն ինչ, որ ես թվեցի, ասեմ մեծն ոչ։ Բայց ինչու ես դու կարծում, որ դու արարիչ ես։ Ինչու ես դու քեզ գերագնահատում Աստծոց ավելի բարձր։ Ինչու ես դու քեզ այսպես քիթդ տնկած քայլում եւ չես նկատում, որ դեպի դժոխքն ես քայլում։ Ինչու։ Ինչու ես կարծում, որ դու ուղղակի քո ամեն կյանքիդ վիճակներով դու ես որ կաս, հասկանում եմ։ Չէ, ես ինքս մեծն ոչնչություն եմ, բայց դու ես որ կաս, քեզանից բացի ուրիշ ոչ մեկ չկա քեզ նման։ Ինչու։ Մարդ ինչու է այս թյուր գաղապարի մեջ ծնվում եւ այս թյուր գաղապարի մեջ մահանում, մարդիկ, կամ դու կարող ես իմանալ, չասեմ հերու չգնամ քո մահվան օրը, վիճակը, թե դու ընդհանրապես ինչպես կմահանաս, ինչ մահով կմահանաս, վթարային մահ կլինի, հիվանդություն կլինի, անբուժելի, բուժելի, կամ ընդհանրապես դու այդ օրվա մասին գիտես, գոնե տեղյակ ես, եթե դու տեղյակ լինես, ասեմ դու Աստված ես փոքրատար, բայց ես ու դու մենք տեղյակ չենք դրանից, իսկ եթե ոչ, ապա որտեղից է սկսվում քո այդ հպարտությունը, քո անձնասիրությունը, դու գիտես այսօր կաս վաղը կլինես, թե ոչ։ Եվ այսպես էլ ամեն մեկ մարդ կարծում է, թե ինքը այս երկրի վրա անմահ է, Աստված է։
կաշտում եմ։ Եվ ասում է այսպես, Եսայա 44-րդ գլուխը 16-ից 20-ը։ Այստեղ մի օրինակ է Եսայան բերում մարդկային էության եւ տեսակետի։ Եվ ասում է, բոլորը չեմ կաշտում վերևից, որպեսի շատ չլինի սիրելներ։ Նրա կեսը նա այրեց կրակով, նրա կեսի վրա էլ միս եփեց կերավ։ Խորովեց ու կշտացավ, տաքանումել է եւ ասում, ահա, տաքացա, կրակը տեսա, եւ նա մնացածն իրան կուրք, Աստված է շինում, նրան պաշտում, նրան երկրպագում եւ նրան աղոթք անում եւ ասում. Փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ Աստվածը։ Շարունակում եմ. Նրանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետեւ ծեփված է նրանց աչքերը, որ չտեսնեն եւ նրանց սրտերը, որ չիմանան, եւ նա միտք չի անում եւ գիտություն չունի ու հասկացողություն չունի, որ ասե. նրա կեսը ես այրեցի կրակով եւ նրա կայծերի վրա հաց էլ թխեցի, միս խորովեցի ու կերա եւ մնացածը գարշելի բան շինեմ եւ փայտի կոճղը պաշտեմ։ Նա փոշի ետևից է ընկած, նրա խաբված սիրտը մոլորեցրել է նրան եւ նա չի կարողանում իր հոգին ազատել եւ չի ասում, թե մոլորություն չէ իմ աջ ձեռքինը։ Շարունակում եմ 46-ի 5-ից 7-ը։ Ում եք, ասում է Տերն է այստեղ ասում, ում եք նմանեցնում ինձ եւ հավասարացնում եւ ինձ նման անում, որ նման լինենք, ոսկին թափում ենք սագիծը եւ արծաթը կշռով կշռում վարձում են ոսկերիչ, որ նրան Աստված շինե փոքրատար։ Հետո պաշտում եւ երկրպագումել են նրան, կրում են ուսի վրա եւ բեռնում եւ պնդացնում են իր տեղը եւ նա կանգնում է իր տեղից չի շարժվում, նրան աղաղակումել են, բայց նա չի պատասխանում, նրա նեղությունից է նրան չի ազատում։ Սա ինչ մարդկային Եսայան մարգարեացել է, այս մարգարեությունը գրել է մեզ համար այսօր սիրելիներ, որովհետև մենք լավ ենք հասկանում, որ մենք այն մարդիկը չենք կենթանի Աստծուն պաշտելով։ Եթե ինչ որ մեկ այստեղ ինձանից կբարկանա, թող բարկանա, ճշմարտությունը ես պիտի քարոզեմ եւ պիտի խոսեմ։ Եվ ինչ է ուզում փոխանակ, որ մարդը երբևիցե կենթանի Աստծուն, մեծատար Աստծուն երկրպագի, ինչու է շատ հաճախ մարդը ինքը երկրպագում չաստվածներին։ Ինչու է մարդը սկսում երկրպագել կուռքը, մարդիկ, արձանները, նկարները, ես չգիտեմ։ Ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, այսօր խոսքը մեկ ուրիշ բանի համար է։ Եվ ասում է, պաշտեց իր ձեռքի գործը, քարը եւ փայտը։ Ինչ ես կարծում։ Սա մեր կյանքի անձնական պաշտամունքը չէ։ Դու պաշտում ես Աստծուն, թե դու պաշտում ես քո ձեռքի քարը եւ փայտը, այսինքն դա նաեւ նշանակում է, որ այս ստեղծագործությունը, ինչ դու ստեղծագործել ես մինչ այսօր, եւ նրա մեջ խորացել ես, ինձ թվում է, որ շատ մարդիկ կան, որ այդ իրենց խորացված ստեղծագործությունը պաշտում են ինչպես Աստված փոքրատար։ Ինչու։ Ինչու են մարդիկ միշտ պաշտում չաստվածների, պաշտում իրենց, բայց Աստծո համար դեռևս ոչ մի խոսք չկա։ Աստծո հանդեպ ունեցած պաշտամունքի մասին առավել եւս։ Գիտես որն է պաշտամունքս մի փոքր, թույլ տուր ինձ մի փոքր խորանամ։ Պաշտամունքը գիտես որն է, սիրելիս, այն քո բերանով ասելը չէ, որ դու հավատում ես։ Պաշտամունքը գիտես որն է, սիրելիս, պաշտամունքը այն է, երբ որ դու հիշիր, ժամանակ ես անցկացնում Աստծո հետ։ Սա է պաշտամունք, թե հիմա այն ժամանակ ինչպես դու կանցկացնես Աստծո հետ, թե կաղոթես նրան, թե կխոսես նրա հետ, թե կկաշտես նրա խոսքը, թե կընդունես նրա գիտությունը, թե կլսես նրա ձայնը քո հոգու մեջ, սա է պաշտամունք։ Թե չէ, ամեն մեկն էլ կարող են պաշտել Աստծուն, ամեն մեկն էլ կարող են ասել, սկսած քրիստոնյաներից, որ ես պաշտում եմ Աստծուն, բայց պաշտամունքը մեկ ուրիշ բան է։ Ինչու է այսպես մարդկային մեր կյանքում։ Ովսե 5-րդ գլուխ, կարդում եմ 4-ը։ Այստեղ ասում է այսպես. Թույլ չեն տալիս նրանց գործերը, որ ետ դառնան իրանց Աստծո մոտ, որովհետև նրանցում շնության հոգի կա,
եւ Տիրոջը չեն ճանաչում։ Օ, մարդիկ, սա այնքան հոգևոր մարդու համար վիրավորական խոսք է գրված, ասում է նրանցում շնության հոգի կա։ Գիտեք, սիրներ, ամեն ժամանակ, երբ որ շնությունը ես արդաբերում եմ, խնդրում եմ դու մի հասկացիր միայն ֆիզիկական շնության մասին, որովհետև հոգին էլ քիչ թե շատ է սիրում է շնանալ։ Այո, այն որ դու պաշտեցիր քո չաստվածներին, դու պաշտեցիր քո ձեռքի սարկած աստվածներին, դա նույն շնությունն է։ Ինչ տարբերություն։ Մարմինը կարող է շնանալ, հոգին ոչ։ Շնություն ամենաառաջի շնությունը գալիս է հենց հոգուց, մարդիկ։ Մինչև որ հոգին չշնանա, մարմինը չի կարող երբեք։ Նրանց գործերը թույլ չեն տալիս։ Ինչ գործերի մասին է այստեղ։ Ինչ գործերի մասին է այստեղ, մարդիկ, մեր գործերը թույլ չի տալիս, որովհետև մեր գործերը սև են։ Մեր գործերը ամբողջովին կրիմինալ են, մեր գործերը ամբողջովին տաղված են։ Տաղված։ Եվ հենց սույն այդ գործերը տաղված, այդ ցանկալի, այդ երկրավոր, այդ պաշտամունքները, որ մենք ունենք, այն մեզ երբեք չի թույլ տա։ Սիրելիս, այն քեզ թույլ չի տա, որ դու Աստծուն պաշտես։ Օրինակ քո յոգան, որին դու պաշտում ես։ Լսել եք մարդիկ, որ առանց յոգայի ապրել չեն կարող։ Օրինակ քո մեդիտացիաները, որ այսպես անում ես մեդիտացիաները, դա երբեք չի թողի, որ դու պաշտես իրական Աստծուն։ Օրինակ քո հաճախակի դուրս ու ներսդ քեզ թույլ չի տա պաշտես Աստծուն, որովհետև Աստված քեզ համար ցանկալի չէ, բայց քո մարմնի գործերն են քեզ համար ցանկալի։ Մարդիկ, ինչպես բացատրեմ ես, որ Աստծուն պաշտելու համար պետք է որ Աստված քեզ համար ցանկալի լինի։ Եթե ինչ որ մեկին դու ուզում ես գրկախառնվես, սիրես ու նրան ընդունես քո կյանքի մեջ ինչ որ ոմն մեկն, դու պիտի նրան կարողանաս ինչ անել։ Պաշտել։ Իսկ քանի որ մենք չենք կարող Տիրոջը պաշտել, դե բնականաբար պիտի մեզ համար ստեղծենք ինչ որ մի պաշտամունքներ, որոնք որ մեզ Աստծուց հազարավոր կիլոմետրեր հեռու կտանեն։ Մարդը համարձակվեց Աստծուն փոքրացնել, մարդիկ Աստծուն այնքան են փոքրացրել, այն մադոնաները, որ կախում եք պատերից, այդքան եք փոքրացրել նրան։ Այն նկարները, որ կախված է ձեր տան անկյունի մատուռներից, այդքան եք Աստծուն փոքրացրել։ Ֆորմացրել եք Աստծուն ձեր ձեռքերով, հասկանում ես, այդ նկարը ինքը Աստված չի երկնքից քեզ նետել, դա քո ձեռքի գործն է։ Դու նրան ֆորմացրել ես, ինչպես ուզել ես, ինչ դեմք դու ուզել ես նրան տվել ես, թեպետ որ նա երբեք իր դեմքը նկարագրված չունի, ամբողջ Աստվածաշնչի մեջ խոսում է տեսիլքների մասին, Հովանեսի, Եսայան է նրան տեսել, Դանիել Մարգարեն է նրան տեսել, 3 հոգի են ընդամենը Տիրոջը տեսել տեսիլքներով, այս 3-ը որոնց թվեցի, եւ ոչ մի տեսիլքը նրանց քո մատուրի նկարի նման չէ, գիտես։ Ինչու են մարդիկ տեսիլք տեսնում, ինչու մարդիկ բառացի Հիսուս Քրիստոսին չեն տեսնում։ Դե մարդ ես էլի, կարող է պահի տակ ես Հիսուսին այս գիշեր տեսնեմ ու վաղը կանգնեմ մյուս կիրակին այս ամբիոնից ու քեզ քարոզեմ, թե ինչպիսի տեսք ուներ։ Դու էլ արասրաբա չես թողնի, մի անգամից են որ արձանը Հիսուսի կսարկեր ու կկանգնեցներ ինչ որ մի սարի վրա։ Կռապաշտություն։ Նսեմացնել, այս վիճակով, այս ձևով մենք նսեմացնում ենք մարդիկ Աստծուն, փոքրացնելով, ֆորմացնելով, նսեմացնում ենք, անարգում ենք նրան, հասկանում եք, անարգում ենք մեկին, ով ստեղծել է ամբողջ տիեզերքը։ Օրինակ, դու կարող ես քո շեֆին անարգել, վայ քեզ որ կանարգես։ Քեզ մի անգամից կբռնի եւ աշխատանքից դուրս կշպրտի։ Բայց Աստծուն անարգում ես։ Ինչու այդքան քեզ այդ հեշտ ստացվում։ Փոխում ես Աստծուն դու։ Փոխում ես Աստծուն չաստվածների հետ, նաև փոխում ես շատ բարեկեցիկ կերպով նրա խոսքը։ Սա ամենակարևորն էր։ Վերջինը։ Այո, խոսքը։
Ասում է, Աստված խոսքը իր գլխից վեր դասեց, բայց դու Աստծո խոսքը քո գլխից վեր չես դասում։ Այդպիսի տպավորություն համենայն դեպս իմ մոտ չկա։ Ինչու է մարդը վարվում այսպես։ Ինչու է մարդ Աստծո մեջ այսպեսին։ Ինչու է մարդը ընդհանրապես այս հոգեբանությունով աշխարհ գալիս եւ շատ հաճախ այս հոգեբանությունով էլ մեռնում գնում է այս աշխարհից, որպեսի մարդը իրեն հարմարեցնի, հասկանում ես։ Այն անցած քարոշչությունը լսեցիր, այն կոմֆորտը։ Մարդը սիրում է, որ Աստված իրեն մարդուն հարմարեցնի։ Ոչ թե մարդը ուզում է հարմարվի Աստծո կամքին գերագույն դատարանի, որը երկնքում է, այլ մարդը ուզում է, որ Աստված իրեն հարմարեցնի մարդուն։ Այսինքն, դե Տեր Աստված, ես էսպիսին եմ, ինչ կարող ես անել։ Փոխել հնարավոր չէ, նվեր տալ հնարավոր չէ, ոչնչացնել Աստված չի ուզում, քանի որ ամեն մեկից հոգին նրա համար թանկ մի էություն է։ Քանզի մարդը ընդհանրապես առողջ վարշտապետություն սիրելիս, ես կրկնում եմ, առողջ վարշտապետություն չի ուզում։ Զարմանում եմ մի հետաքրքիր փաստի վրա, զարմանում եմ, բայց նաև սիրելիներ ես հարգում եմ դա։ Մեծն հարգում եմ դա։ Երբ որ նայում եմ մարդկային թվաքանակներին, որքան են խոսքը լսում, բայց երբ որ նայում եմ այն իմ գրգրանցված անհատներին, որոնք շատերը չեն, մոտավոր 40-ին են հասնում, եւ ասում եմ Տիրոջը Տեր, չէ որ դու ասել ես 100-ից 10, չէ որ դու ասել ես 10-ից 1, այսինքն հատիկ առ հատիկ, ես սա երջանկություն եմ արտիկ, Աստված երբեք ամբողջ չի փրկում, Աստված մարդկային էությունները, մարդկային էության խղճմտանքի հետ խոսում է առանձնակիորեն, իր սուվերեն ձևով եւ կամքով։ Եվ հիմա, ինչու մարդ այս առողջ վարդապետությունը չի ուզում հարմարվել, ուզում է, որ Աստված հարմարվի իրեն։ Բայց ինչպես կարող է սա այսպես լինել։ Ինչպես կարող է սա այսպես շարունակվել։ Լավ, հասկանում եմ, դարձար 50, հասկացանք դարձար 60, հասկացանք դարձար 80, բա վերջը 1 օր։ Դու մտածում ես, որ կանգնելու ես Տիրոջ առջև։ Դու մտածում ես, որ այս վրանը փլուզվելուց հետո դու գտնվելու ես ինչ-որ ուրիշ վրանի մեջ։ Գոնե դա հերուն մտածում ես, ընդհանրապես մենք մարդիկը շատ հերուն ենք մտածում։ Մենք մտածում ենք, որ այնպիսի աշխատավարձ ունենանք, որ մեր թոռները, ծոռները կարողանան այդ վայելել։ Հետաքրքիր է։ Շնչավոր, ֆիզիկական, որովայնի մասին ենք մենք մտածում։ Իսկ ինչ կասես հոգևորի մասին, եւ այսօր ես ուզում եմ քեզ արթնացնել հոգևորապես։ Ես քեզ արթնացնելու եմ ամեն ժամանակ, կուզես ինձանից նեղացի, կուզես վիրավորվի, կուզես դեմքը ցույց տուր, ճշմարտությունը պիտի քարոզվի։ Ով կլինես դու, ինչպես կընդունես դու այն, դա քո ընտրությունն է, բայց ճշմարտությունը պիտի քարոզվի մարդիկ։ Բավ է այս երկրի վրա չաստվածները քարոզվեն, բավ է այս երկրի վրա փոխված խոսքը քարոզվի, բավ է այս երկրի վրա անարգվի Տիրոջ անարատ Աստվածաշունչ խոսքը, եւ դրա ետևից էլ դու մեկը մոլորված գնացող լինես։ Նայիր շուրջ բոլորդ մոլորվածներին, անուններ չտամ, Եհովայի վկաներ, մորմոնականներ, սրանք մոլորված են, բայց սրանք մեղավոր չեն եղել երբեք։ Սրանք փնտրել են Աստծուն, ինչպես որ դու այսօր ուղղակի նրանց մոլորեցրել են։ Բայց դու մի մոլորվիր։ Ուզում ես չմոլորվես։ Ունես Աստվածաշունչ բացիր եւ կաշտա, ինչ ասել քեզ Տերը։ Մենք հիմա կկաշտանք։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ։ Երկուսից 4։ Այստեղ Տիմոթեոսին Պողոս առաքյալը մի շատ գեղեցիկ պատգամ է տալիս, ասում է. խոսքը քարոզիր, վրա հասիր, թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս։ Հանդիմանիր, սաստիր,
հորդորիր ամեն երկայնամտությունով եւ վաշտապետությունով, որովհետեւ ուշադիր եղի սիրելիներ, որովհետեւ այս ամեն ինչ կաշտում եմ այսօր է, կատարվում է, որովհետեւ ժամանակը գա, որ ողջամիտ վաշտապետությանը չեն համբերի, գիտես, մարդիկ չեն համբերում, բայց չէ որ սա նրանց հոգիների փրկության համար էր, այլ իրենց հատուկ, մարդիկ իրենց հատուկ ցանկությունների համեմատ վաշտապետներ կդիզեն ու դիզված են այսօր նրանք, իրանց վրա, իրանց լսելիքների մարմանջելուն պես, եւ իրանց լսելիքը ճշմարտությունից ետ կդարձնեն եւ առասպելների ետևից կմոլորեն, ինչ կանեն, նրանց լսելիքը ճշմարտությունից ետ կդարձնեն, մարդիկ, սա է մոլորությունը, հասկանում ես դու սա, երբ որ դու ճշմարտությունը սա է, դու գնում ես եւ քեզ ինչ որ մեկը ճշմարտությունից ետ է դարձնում, դու արդեն մոլորվեցիր, մարդ, դու արդեն մոլորվեցիր, դու արդեն Հիսուս չունես, դու ճշմարտությունից ետ դարձած մոլորված մի մարդ ես, որ կարող է այդպես էլ մոլորությունով կործանվես եւ հետո գլխիդ տաս եւ շատ ուշ լինի։ Եվ այսպիսի մոլորությունից ետ դարձնող վաշտապետներն այսօր վխտում են աշխարհի տակ, մարդիկ վխտում են։ Կտեսնես ամեն մեկը վաշտապետ է դարձել, ամեն մեկը քարոզում է, բայց ինչ որ մի հոգեվոր պտուղ նրա վրա չես գտնում։ Դե կներեք ինձ արայով ու խիով են քարոզում ամբիոնի վրա։ Անկամ նրանք չունեն գրակետ ինչ որ մի լեզու, որ այդ արան ու խին գոնե հասկանան, որ հարիշ չէ, հասկանում ես հարիշ չէ Աստծո խոսքի, Աստծո վայրի, Սուրբ Հոգու ներկայության մեջ։ Եվ այսպիսի վաշտապետներ շատ են, կգան ու կգնան։ Դու տես, թե ուր ես գնալու, ինչպես ես մոլորվելու, թե արդյոք գտնելու ես ճշմարտության ճանապարհը, թե ուղղակի գնալու ես այն ամբողջի ետևից, ովքեր որ ջրի հոսքով են գնում։ Ինչու մարդը չի ցանկանում պաշտել իրական կենտանի Աստծուն, բայց պաշտում է չասվածներին։ Ինչու մարդիկ սա վերջնականապես պիտի լուծվող հարց լինի, ասեմ քեզ։ Առաջինը, այն մարդկային տգիտությունն է։ Մարդը կարող է նկար համբուրել։ Մարդը կարող է ոսկյա ձեռք համբուրել, այս ոսկյա ձեռքը ընդհանրապես ինձ այնքան է տանջում մեր առաքելական եկեղեցու մեջ, թե ինչ կուրք եք դուք մարդիկ մարդկանց համբուրել տալիս։ Այս ոսկյա ձեռքը ես չգիտեմ, ուղղակի ամեն ինչից իմ մեջ բարձրացնում են հոգևոր ամեն մի արժեքավոր բարկությունները։ Մարդուն ինչ եք պատճել տալիս, համբուրել տալիս։ Ինչը, տգիտությունն է սա մարդու։ Տգետ մարդն էլ գնում է եւ այդ ձեռքը համբուրում է, մեկ համբուրում է Գարեգին երկրորդի ձեռքը, մեկ էլ համբուրում է այդ ոսկյա ձեռքը։ Մի րոպե, սա տգիտությունն է, մարդիկ։ Սա այն մարդիկ են, ովքեր որ ընդհանրապես հոգևոր գիտություն չունեն։ Այն մյուսն էլ ես բավականին կասկածում եմ աշխարհիկ գիտությունը։ Թերևս եթե իրականապես ավարտած լինեն գոնե 10-րդ դպրոցը, կհասկանային, որ այդպիսի բան մարդը չի կարող անել։ Հասկանում եք, մարդը կարող է հոգևորի մեջ չլինել։ Ես հիշում եմ, մինչև 2015 թվականը ես հոգևոր չեմ եղել այսպես ինչպես որ այսօր եմ, բայց ես հիշում եմ, ես չեմ կարողացել տանել, չեմ կարողացել։ Իմ վրա ազդել է ամեն մի այս կրոնավոր վիճակ, որ մարդիկ իրենք ցույց են տվել, որ հավատացյալ են, այսպես խաչանելով տեսել ես արագ։ Դե, ես էլ հասկանում եմ, որ աշխարհի մեջ եմ եղել, բայց անգամ աշխարհի մեջ այն դուրալի չի եղել ինձ համար, մարդիկ։ Այն եղել է ինձ համար մի չգիտեմ ինչպես բացատրեմ, ինչ է եղել այն ինձ համար։ Ինչ է եղել ինձ համար մոմավառությունը, մոմավառեմ, աղոթեմ, դուրս կամ եկեղեցուց եւ միաժամանակ պղծվեմ, թե հոգևորապես, թե ֆիզիկապես։ Սա է մեր վիճակը, սա է քո վիճակը։ Երկրորդը հպարտությունն է, եթե տգետ չես, եթե դու գիտուն ես, շատ գիտունիկ ես, իմաստուն ես, ուրեմն հպարտությունն է երկրորդը, որ դու իրական Աստծուն պաշտամունք տալ չես ուզում, ես չեմ ասում չես կարող, տարբեր են սրանք, հպարտությունը, հպարտ ես, ինչով ես հպարտ, օրինակ, ինչով եմ ես հպարտ, Քրիստոսով,
Ինչով եմ ես հպարտ, նրա բարձանքով։ Հպարտությունը։ Քեզ երկրորդ հպարտությունը չի թողնում, քանի որ դու ինքդ ինչպես ասեցի, քեզ դրել ես փոքրատար Աստծո տեղ, այն մեծատար Աստծուն էլ փոքրացրել, ուղղակի այստեղ դու տառերի փոփոխություն ես արել։ Մեծատարը վերցրել ես քո վրա եւ փոքրատարը դրել ես Աստծո անունի վրա։ Հպարտությունն է, բարձրամտությունը։ Օ, սրա մասին եկեք մի խորը խոսենք։ Ինչ է նշանակում բարձրամտություն։ Ամենաահռելի բնավորությունն է, երբ որ մարդը բարձրամիտ է։ Թեթևամիտը մեկ բան է, բայց բարձրամիտը ուրիշ բան է, հասկանում ես սիրելիս։ Դա կարող է նաև քո բարձրամտությունը լինել։ Դե ով է Աստված, որ ես էլ իրեն մի հատ պաշտեմ էլի, հա։ Թող Աստված ինձ պաշտի։ Դե տեղը տեղին, կմտածես այդպես, թող պաշտի։ Չորրորդը ծուլությունն է։ Որն է ծուլությունը։ Անկամ այս երեքը, եթե դու չունենաս, քո մեջ կլինի այն ծուլությունը, որ քեզ անդադար հորդորում են կաշտա ու կաշտա, բայց դու ասում ես դե ժամանակ չեմ գտնում։ Սա է ծուլությունն է։ Ծուլությունն է։ Ծուլությունն է, մարդիկ։ Իսկ հինգերորդը այն ամենագրավականն է, մարդկային մեղքը։ Ինչու։ Խավարում գտնվող մարդը լույսի չի ցանկանում, մարդիկ։ Խավարում գտնվող մարդը, ես ասում եմ, չգիտեմ դրանք ինչ մարդիկ են, որ մի փոքր լույսը տեսնում են հեռավորության վրա եւ վազում են այդ լույսի ետևից։ Որոշ մարդիկ էլ հավատում են Աստծուն, հավատում են։ Հələ մի հատ Հիսուսին մեռնում են, մեռնեմ ես Հիսուսի ոտներին, լսել ես ինչ որ մեկից սա։ Մեռնեմ ես Հիսուսի կյանքին։ Հիսուսն արդեն քեզ համար է մեռել։ Պետք չի դու մեռնես։ Դու ուղղակի գանվիր խաչին ու թող քո եսը մահանա։ Քեզ պետք չի մահանալ։ Եվ այստեղ մեզ պետք չի մեռնել Հիսուսի ոտքերին, այլ այստեղ մեզ պետք է ընդհանրապես Հիսուս Քրիստոս ճանաչել։ Մեռնում են Հիսուսի ոտներին, բայց հեշտը որ հասնում է Աստծո խոսքին, ես ասեցի, նշեցի, Աստծո խոսք ասված իր խոսքը իր անունից վեր դասեց, եւ հեշտը հասնում է այս խոսքին, ասում են, ես նրան չեմ հավատում։ Նա մարդկային ձեռքի գրվածք է։ Դե ես հասկանում եմ, որ քո մարդկային ձեռքի գրվածք այս գրկով Աստծո որդին իջավ աշխարհ եւ ամբողջ գրվածքը կատարեց, խաչվեց եւ վերածավ երկինք։ Ես հասկանում եմ, որ սա քո ամենակարևորագույնս տգետ մտածելակերպն է, քանի որ դու չես հասկանում, եթե մարդկային գործք ձեռքի գրվածք լիներ սա, ինչու պիտի Աստծո որդին գար եւ այն գրվածքը կատարեր։ Հարց եմ տալիս քեզ, ինչու։ Այդքան եք փոքրացրել Աստծուն, մարդիկ։ Եվ կոչվում եք քրիստոնյաներ, եւ երբ որ մեկը հարցնում է, ես քրիստոնյա եմ, առաջնահերթ ես բղավում, բայց Քրիստոսից անգամ դու փոքր նշույլ քեզ վրա կրող ոմն մեկը չես։ Օվսեի 4-րդ գլուխ։ Առաջինը։ Լսեցեք Տիրոջ խոսքը, ով Իսրայելի ոչտիկ, որ Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ, որովհետև ճշմարտություն չկա, ողորմություն չկա եւ Աստծո գիտությունը չկա երկրի մեջ, ինչ չկա։ Երեք բան. ճշմարտություն, ինչ չկա, ողորմություն, ինչ չկա, Աստծո գիտություն։ Այս մենք չունենք։ Այս դու չունես։ Քեզ թվում է, որ ունես, բայց ասում է, այն փոքր չունեցածն էլ, որ ունես, Աստված մեկ օր քեզանից վեր է առնելու։ Ինչու։ 6-ից 7-ն եմ կաշտում։ Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտությունը չլինելու համար, որովհետև դու մերժեցիր գիտությունը ուշադիր եղի, որովհետև ասում է դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու, ասում է Աստված։ Եվ իմ քահանայությունից եւ դու մոռացար քո Աստծո օրենքը, ես էլ քո ոշտկանցն եմ մոռանալու։ Որչափ որ բազմացան, այնչափ մեղանչեցին ինձ դեմ, նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։ Ինչ պիտի անի։ Այո, փառքը կփոխվի անարգության։ Եթե դու շատ շուտապուտ չհասկանաս,
թե ով է։ Դու որտեղ ես եւ որտեղ է Աստված, ես կասեմ, փառքդ կոչնջացվի կդառնա անարգություն։ Այնպիսի անարգություն, վերջում չոք ընկած գնալու ես Աստծուն, բայց կարող է եւ նաեւ ընդունելություն չլինի։ Ինչու չունեն գիտություն, միթե այն հասանելի չէ։ Հասանելի չէ քեզ Աստվածաշունչը։ Եղբայրս, քույրս, եթե գումարի խնդիր ու հարց է, այս վերնատունը քեզ ձրի բաժանում է Աստվածաշունչ։ Խնդրեմ, անունդ հասցետ ասա, ես կուղարկեմ քեզ այն գիրկը։ Ես այդ ծառայությունն եմ անում իմ գրպանից եւ իմ քրտինքից։ Հասանելի չէ քեզ սա։ Եսայա 6-րդ գլուխ 8-ից 10։ Եվ ես ասում եմ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որին ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար։ Եվ ես ասեցի. ահա ես, ինձ ուղարկիր, խոսում է Եսայան այստեղ։ Եվ նա ասեց, Աստված ասեց նրան. գնա եւ ասիր այս ժողովրդին, լսելով կլսեք, բայց չեք հասկանա։ Մարդիկ, այնքան տարօրինակ են այս բառերը, ասում է կլսեք, բայց չեք հասկանա։ Տեսնելով կտեսնեք, բայց չեք իմանա, թանձրացրու այս ժողովրդի սիրտը եւ նրա ականջները ծանրացրու եւ նրա աչքերը ծեփիր, որ չտեսնե աչքերով եւ ականջներով չլսե, որ սիրտն իմանա, որ դարձի կա եւ բժշկվե։ Նայեք։ Վերջի ինչ պիտի անի Տերը։ Ինչ պիտի անի Տերը։ Ականջները ասում է ծեփե եւ աչքերը կուրացնե, որ սիրտը հասկանա մարդիկ, ինչու այս հայտնություն վերցրու որտեղից ես հիմա հասկացա, ինչու պիտի Աստված քո աչքերը կուրացնե, քո ականջները խլացնե, որպիսի այն զգայարանը, որ դու ունես այն սրտիկ եւ հոգուտ, ասում է, սիրտը հասկանա եւ դարձի կա։ Ինչու հասնենք այդքան հեռու։ Այո, մարդը չի ցանկանում կենտանի խոսք, իսկ որն է այն, եկեք թվենք, ինչ է նշանակում այս գլոբալ կենտանի խոսքի մեջ, մենք ինչ ենք առնում կարևորագույնս, որ մենք հասկանանք լավ, խոսք ասեցինք Աստվածաշունչն է, վերջը ինչու՞մն է պայմանավորված կենտանությունը խոսքի, ասեմ քեզ, առաջինը Սուրբ Գիրքն է, Աստծո խոսքը։ Հասկանում ես, որքան է նա դասել այս խոսքը իր անունից, մարդիկ, Սա իր անունից վեր է դասված։ Աստծո Յահվե, Աստծո անունից, Սուրբ երոշտությունից, Հայր որդի, Սուրբ հոգուց անունից վեր է դասված այս խոսքը։ Իսկ քեզ համար ուղղակի փոշին ես մաքրում, եթե ունես էլ։ Երկրորդը Հիսուսը, Աստծո բանը, ճշմարտությունը, որում նկարագրված է այն ամենը, ինչ որ դու կկաշտաս եւ կհասկանաս։ Աստծո կամքն է այստեղ, մարդու կյանքում, մարդիկ իմ եւ քո կյանքում այստեղ կամք կա, այստեղ խոստմունք կա, այստեղ բարկություն եւ զայրույթ կա, այստեղ կա օշնություն եւ այս սույն գրքի մեջ կա անեծք։ Գիտություն։ Գիտեք, թե որքան գեղեցիկ է այս գիտությունը գիտենալ, թե որքան գեղեցիկ է։ Ինչ շատերն են ասում, ինչու չես գնում Աստվածաշնչյան դպրոց, դիպլոմներ հանում, տո մարդիկ, ինչ կապ ունի, թե ուր եմ գնում եւ ինչ եմ հանում։ Եթե ես այս խոսքը իմ 24 ժամվա խոսքն է Աստծո, որ ես ամեն օր ընթերցում եմ, ինչ պետք է ինձ Աստվածաշնչյան դպրոցը, կամ եթե Հիսուսն է քարոզիչը, կամ եթե Հիսուսն է ինձ հայտնվողը, հայտնություն տվողը, ինչ կարող է ինձ անել Աստվածաշնչյան դպրոց։ Այո, կարող է որպես տերունական գործեի, Եվրոպայում նաև ինչպես այստեղ, բայց ինձ պետք չէ։ Ոչ Պետրոսն էր տերունական, ոչ Պողոսն էր տերունական, ոչ էլ մնացած ամբողջ սկսած Հիսուսի աշակերտներից մինչև այսօր։ Հասկանում եք։ Գիտությունն է, կարևորը գիտությունն է, եւ որ դու գիտությունը ունես Աստծո Աստվածաշնչի, Աստծո խոսքի հանդեպ եւ նաեւ ունես շատ հոգեվոր լիտերատուրաներ, որոնք որ մարդիկ բազում մարդիկ գրել են իրենց կյանքերից։ Դա
քեզ տալիս է գիտություն եւ այն գիտությունը ըստ իս 5-րդը դառնում է քեզ համար հայտնություն, որն է դա։ Բացատրեմ։ Երբ որ դու շատ գիտություն ունես Աստվածաշնչյան, քեզ հայտնվում է Սուրբ Հոգին, Հիսուս Քրիստոս ինքը, եւ հայտնվում է նա ինքը, եւ նա լեցնում է այս խոսքը հայտնություններով մարդիկ, այս խոսքը պահեշ կան, որ այնքան բարդ ելևեջներ ունի հասկանալու, բաներ կան, որ մինչև առ այսօր ես չեմ հասկանում, ինձ պետք է չի հասկանալ, ինձ պետք չի մարդկայնորեն այն ուղակի հասկանում ես, բացատրել ոչ, պահը գալիս է Աստված տալիս է այն խոսքի մեկնությունը, տալիս է այն խոսքի հայտնությունը, նա հայտնում է եւ ասում է։ Աստծո ձայնն է հայտնությունը, Աստծո խոսքն է հայտնությունը, մարդիկ։ 6-րդը սրբություն, այս խոսքով է, որ դու սրբանում ես, առանց այս խոսքի դու չես կարող սրբանալ։ Երբեք չպատկերացնես, որ դու կարող ես կրոնավորապես ուղակի մեղք չգործել եւ սրբանալ, ոչ սիրելիս։ Այս ջրերը քեզ կմաքրի, այս խոսքը քեզ կսրբացնի։ Եվ որ դու այն ամեն անգամ կարդում ես հերթականությամբ, հասկանում ես, թե նա քեզանից ինչ է ուզում, ինքնստինքյան դու հասկանում ես քո ոչինչ էությունդ եւ սկսում ես գերագնահատել Աստվածային էությունը, որի ներքո էլ դու հասկանում ես, որ դու ոչինչ ես, մի փոքր դու վայր ես իջնում եւ թույլ ես տալիս տերերի տերին քո կյանքում գործել։ Սա է սրբություն, այսպես ենք մենք սրբանում։ Մարդիկ ինչպես են սրբանում։ Նվաճելով իրենց բնությունն են սրբանում։ Վերջինս կասեմ, իսկն հավիտենությունն է, սա դու որոշիր։ Ինչ է նշանակում եւս մեկ անգամ կենթանի խոսք, կա նաեւ մեռած խոսք, ճաճոտված խոսք, ես դրա մասին այսօր չեմ խոսալու, կարծեմ ես այդ քարոզչությունը տվել եմ։ Ինչ է նշանակում կենթանի խոսք, եւ հիմա կկարդանք Եբրայեցիս մեջ, որ պարս հասկացնում եմ ես 4-րդ գլուխ Եբրայեցիս։ 12-13 ասում է, որովհետև Աստծո խոսքը կենթանի է եւ զորավոր եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է եւ թափանցում է մինչեւ շունչի, ուշադիր եղեք, եւ ոգու, եւ հոդվածների, եւ ծոցքի բաժանվելը եւ քննող է սրտի մտքերը, խորհուրդները։ Ինչը Աստծո խոսքը։ Եվ չկա մի արարած, ասում է Աստվածաշունչը, աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մերկ եւ բաց է նրա աչքերի առաջին, որի հետ է մեր բանը։ Ինչ ենք մենք։ Մերկ եւ բաց նրա առաջին։ Չէ։ Քո գեղեցիկ հանդերձավորումները այն քո մերկությունը չի ծածկում։ Քո մերկությունը, իրական քո հոգեվոր մերկությունը ծածկում է հոգեվոր պտուղները Աստվածաշնչյան։ Սա է ծածկում։ Որքան էլ ուզում ես գեղեցիկ հագնվիր, եթե այն հոգևոր պտուղները չունեցար, ուրեմն դու հակած ես կեղծավորի հանդերձը։ Կենթանի է խոսքը, բայց Աստվածաշունչը ասում է, երբ կրոնն է կենտանի քեզ համար, որ կրոնը ինքը մեռած մի գոյություն է, ապա նա խեղդում է ամեն հավատք, հավատացյալի ամեն մի ճանապարհ դեպի կենթանի Աստված։ Ինչ նորից կրկնեմ, որ մենք հասկանանք, երբ որ մարդը դառնում է կորոնավոր եւ կորոնասեր, երբ որ մարդը ինքը ընտրում է ոչ թե հավատք, այլ կրոնը, օրինակ դու ընտրում ես քրիստոնեությունը, դե մենք քրիստոնյա ազգ ենք եւ դրանով վերջացավ, չէ՞։ Ուրիշ ոչինչ դրա կողքը դու փակագծեր չես բացում։ Քրիստոնեություն եւ վերջ։ Թե ինչ է նշանակում ընդཐུպ քրիստոնեությունը, լավ կլիներ մի օր բացեր գոնե բառարանը հոգևոր եւ հասկանայր ինչ է այն նշանակում Քրիստոսին հետևել։ Քրիստոսին հետևել։ Քրիստոնյա նշանակում է Քրիստոսին հետևորդ։ Ոչ թե կրոն, այլ Քրիստոսին հետևորդ։ Այո, կրոնը խեղդում է ամեն հավատք, մարդիկ, կրոնը խեղդում է ամեն մի ճանապարհում ցանած սերմը, կրոնը խեղդում է, գիտեք որն է կրոնը, այն քարն է, այն քարկարոտ տեղը, այն փշոտ տեղը, այն տեղը, որտեղ
բավարար հող չկա, որ այն սերմը կարողանա մահանա սկզբից եւ հետո էլ ծլի ու ծաղկի։ Ասեցի մահանա սկզբից։ Դա դու ես։ Մինչև որ սկզբից չմահանաս, ես իմ մահը ապրել եմ 2015 թվականին։ Չես կարող ծլել ու ծաղկել։ Այո, սերմի նման ենք մենք։ Սկզբից պիտի մահ մեր մեջ լինի։ Եվ հետո նոր աշտեն հոգևորապես կապրենք։ Այո, ընտրում ենք կրոնը, ընտրում ենք քրիստոնեությունը, ընտրում ենք բուդդիզմը, ընտրում ենք տարբեր բաներ եւ մեզ թվում է թե մետե գիտես մենք մեր կրոնի մեջ ապրող մարդիկ ենք, քրիստոնյա մարդիկ ենք, անուններս է քրիստոնյա, բայց պայվածքներս բացարձակ քրիստոնեությունից չի խոսում եւ որ սա կրոնն է, հասկանում ես։ Եթե հավատքն է քեզ համար կենթանի ու հավատք ունի քեզ համար կենթանության շունչ, որն էլ կենթանի է, ինչ որ մեկը թողասի ամեն, ապա նա ոչնչացնում է, բնաջնջում է մարդիկ ամեն կրոն, կուրք եւ մատուր։ Ինչի անում հավատքը, ոչնչացնում է։ Ամեն մի կրոն, ամեն մի կուրք։ Դու նկատել ես, որ շատ կրոններից մարդիկ դառնում են քրիստոնյա։ Ոչնչացրեց։ Այդ մարդու կրոնը Քրիստոսն եկավ եւ ոչնչացրեց նրա միջից։ Ով ուզում է այդ մարդը լինի, դա կապ չունի բուդդիզմ, կլինի սատանիստ, կլինի քրիստոնեական կրոնին պատկանող, ասում է, հավատքը գալիս է, ջնջում է, կենտանի հավատքը, բնաջնջում է ամեն կրոն, կուրք եւ մատուրներ մեր կյանքում։ Կրոնը այն ազգային հոգնակի հասկացողություն է, մարդիկ։ Օրինակ, կարող ես դու ասել, որ մուսուլմանական երկրում, որոնց կրոնն է մոհամեդականները, որոնք ունեն իրենց մուսուլմանական կրոնը, դու կարող ես բացառիկ ինձ ասել, որ այնտեղ գոյություն չունի վերածնված քրիստոնյա հավատացյալ։ Այսինքն մենք չենք կարող այն կրոնավորել, մենք չենք խոսում ազգային, հոգնակի, մենք խոսում ենք եզակի, երբ որ հեշտը հասնում է հավատքին, այն մի եզակի բան է, մարդիկ։ Եվ այն եզակիները ամբողջ աշխարհի կրոնների միջից ընտրում են Քրիստոսի հավատքը եւ դառնում են քրիստոնյա, եւ այն կոչվում է եզակի հավատք։ Քրիստոնեական երկրում կան բուդդայապաշտներ, կան թե չկան։ Մենք ապրում ենք քրիստոնեական երկրում, այո, մեր կրոնն է քրիստոնեությունը, բայց հարց եմ տալիս, քո երկրի մեջ կա ինչ որ մեկ հայ, որը սատանային է պաշտում։ Քո երկրի մեջ կա ինչ որ մեկ հայ, որը բուդդային է պաշտում, հինդուին է պաշտում։ Օրինակ, մեդիտացիաներով ինքը բուդդայական է դարձել ինքը, ընդհանրապես ինքը չի նկատում, որ ինքը սատանային է պաշտում այդ ոգեղեն աշխարհին։ Կա թե չկա, կա։ Որովհետև անգամ այս քրիստոնեական երկրի եւ կրոնի մեջ կան այնքան մարդիկ, որ այնքան տարբեր չաստվածների են պաշտում, ել չասեմ, որ կան ատեիստներ կան, որ նրանք էլ չեն հասկանում ընդհանրապես ինչու, ինչ որ մեկին չեն պաշտում։ Հիմա հասկանում ես, որ կրոնը ինքը իրանից ողջ, առողջ ինքը չի, ոչինչ չի, մարդկային էության համար նա առողջարար չէ կրոնը։ Ես բազում անգամներ եմ փորձել ձեզ ուղղակի բացատրեմ, թե ինչպես սառած ջուր, սառցոտված ջուր, որ դու ծարավ ես ուզում ես խմել, բայց չես կարող։ Ինչպես ճալճոտված ջրեր, այն գարշահոտ, դու ծարավ ես դու ուզում ես խմել, բայց այն հոտը քեզ չի գերում, որ դու խմես այն։ Սա կրոնն է, մարդիկ։ Իսկ մենք չենք ասում այս մարդը քրիստոնեական էր, չէ։ Մենք չենք ասում դա, չէ։ Եթե ինչ-որ մեկը Քրիստոսին նվիրված է, մենք այդ մարդուն չենք ասում այս մարդը քրիստոնեական կրոնից էր, ասում ենք այս մարդը քրիստոնյա է, անհատ է, Աստծո մեջ անհատ։ Սատանիզմի սատանայապաշտողներին մենք չենք ասում այս մարդը սատանիզմ է, չէ, ասում ենք այս մարդը սատանայապաշտ է, այսինքն անհատ է այդ կրոնի մեջ։ Ինչ եմ ուզում այս ամենով ասել,
որ սիրելիս կրոնին կհոգնագի, բայց հավատքը եզակի է։ Դու չես կարող հոգնակի հավատքներ ունենաս։ Չես էլ կարող եզակի կրոններ ունենալ։ Դա էլ չես կարող։ Պարզ դառնա քեզ։ Աշխարհում կան այնքան բազում կրոնավոր ուղղություններ, մարդիկ, տասնյակ, 20, 30, ես մեկ օր ուզում եմ անկեղծ ուզում եմ մեկ օր նստեմ եւ ռեշերշ անեմ, թե հասկանամ այս երկրի վրա որքան կրոններ կան, որ ես ուզում եմ այսօր ձեզ ասել, դա 7 կրոններն են այսօր՝ կաթոլիզմը, սատանիզմը, քրիստոնեությունը, բուդդայիզմը, հինդուիզմը, կրիշնաիզմը, մուսուլմանիզմը, սրանք կրոններ են։ Ինչու է, բայց մարդը միշտ ձգտել եւ ձգտում կրոնին, քան թե աստվածապաշտության հավատքի։ Ես այդ հարցը սկզբից էլ տվի եւ մենք մոտենում ենք դրան։ Ինչու։ Ես գիտեմ ինչու, մարդիկ, ես այդ ճանապարհներն անցած մարդ եմ։ Ես անցել եմ այդ ճանապարհը, որ դու անցնում ես կամ պիտի անցնես կամ օրերից մի օր ից հետ է Տերը քո սրտի հետ խոսի, դու էլ դառնաս քրիստոնյա։ Ես այդ ճանապարհներն անցնել եմ, անցում եմ, քայլում եմ ու հասկանում եմ, որ ամեն մի ճանապարհից վրա դիմաց քար, փուշ, տատասկ է եղել է։ Բայց այսպես աճ ու ծաղ մաքրելով ես առաջ եմ գնացել։ Աստված քեզ չի խոստացել, որ ճանապարհիդ երբեք քար եւ փուշ չի լինի, այն քեզ նա չի խոստացել։ Խոստացել է, որ դու ինքդ ես այն անձնավորությունը, որ իր ճանապարհից հոգևոր այդ քարը, փուշը կամ կմաքրի, կամ այդ քարը, փուշը կշատանա քո ճանապարհին։ Դա դու ես, դա քեզանից է կախված, դա Աստծուց չի կախված։ Կրոնի մեջ չկա շունչ եւ կյանք։ Այո, դու ուղակի պագում ես այն ոսկյա ձեռը, բայց նա ոսկի է։ Նրանում շունչ չկա, նա Քրիստոսի ձեռքը չէ, գիտես։ Եթե Քրիստոսը լիներ, որ գար քայլեր արանքներում, այսպես ձեռքը պահած ու դու էլ գնայր համբուրեիր, դա մեկ ուրիշ երկրպագություն կլիներ, ես նրա ոտքերը կհամբուրեի, մեծ ընցանկությունով, այն այրունաշաղախ։ Այն չաստված է մարդու կամքով, ստեղծված է, ֆորմացված է մարդկային ձեռքերով, հասկանում ես, կրոնը, այո։ Կրոնը մարդուց չի պահանջում, ինչ որ քեզանից պահանջում է Աստված, կրոնը լուր է։ Ինչու ես դու այդքան շատ կրոնասեր, քան Աստվածասեր, բացատրում եմ ես քեզ դա։ Կրոնը մարդուց չի պահանջում զոհաբերվել, պահանջում է զոհաբերել։ Տարբեր բաներ են սրանք։ Հավատքը, եթե դու հավատքի մեջ ես գնում, դու այլևս զոհաբերված մարդ ես, դու զոհ ես։ Իսկ կրոնը քեզ ասում է զոհաբերիր միայն։ Հետևացնում է քո խղճմտանքը, բայց այն չէ, որ կրոնն է, որ քեզ երբեք հոգևոր փրկություն չի տա։ Ամեն բանի հավատալ, ամեն բանի պաշտել, բայց ոչ կենթանի Աստծուն, սա է կրոնը։ Սա է, սիրելիս։ Օֆսե 4:11-12 ասում է այսպես. շնությունը, գինին եւ քաղցուն տանում են սիրտը։ Իմ ժողովուրդը իր փայտին է հարցնում եւ իր ցուպը պիտի իմացնե նրան, որովհետեւ պոռնկության հոգին խապել է եւ պոռնկացան իրանց Աստծուն չհպատակվելով։ Շատ մարդիկ կան, բյուր, քարոզիչներ, որ այս խոսքերը չեն կարդա։ Կամ կամաչեն, կամ կմտածեն, որ դու կբարկանաս։ Ես կարդում եմ, եթե Աստծո խոսք է, մեծն սիրով եւ հարգանքով, պաշտելիությունով ես կարդում եմ, ասում է. շնություն է, մարդկային հոգին գործեց շնություն, այն ինչպես մարդը հասկանա, եթե նրան տանում է գինին քաղցուն, այն մոլորության մեջ, որի հոգին, ոգին, այն պոռնկության ոգին է, որ քեզ շեղում է ամեն մի աստվածային հավատքից ու ճանապարհից։
Այո, շեղում են, այո, մեզ շեղել են, հազարավոր տարիներ են մեզ շեղել, մարդիկ, գնացեք նայեք, լսեք Գրիգոր Լուսավորչի խոսքերը, երբ որ նա եկավ Հայաստանի հողի վրա, պատմելու մեզ կենտանի Քրիստոսի մասին, պատմելու մեզ հավատքի հավատացյալի մասին, նրան գուբը դետեցին, հասկանում ես, կրոնը չթողեց նրան խոսել, կրոնը այսօր ինձ էլ չի թողի, որ ես այսպես խոսեմ, այս պիտի խոսեմ, ես կխոսեմ, Եվ Գրիգոր Լուսավորիչը ասեց, գիտեք ինչ մի բան շատ ցավալի, երբ որ նա աշխարհից հեռացավ, գնաց այդ մարդը խորոչների մեջ վերջում նրան գտան, որպես չորացած ծերունի նա ճիր էր դարձել։ Նա գրել էր այսպես. Ես իմ ազգի հողի մեջ եկա, որպեսզի պատմեմ կենտանի Քրիստոսի մասին, բայց ասում է իմ ազգը չհասկացավ այն եւ այն դարձրեց կրոն եւ կրոնասիրություն։ Այո, մեր ազգը սկսած Տրտատ թագավորից, միակ թագավորը երբևիցե որ եղել է, նա եղել է Աբգար թագավորը, ով որ իրականում ապրել է քրիստոնյա վայել կյանք մարդիկ։ Նրանից հետո բոլորը դարձան կրոնավոր։ Ասում է, Տրտատ թագավորը ընդունեց երկրի մեջ կրոնը։ Ինչ? Ես կասեի, պիտի ընդուներ հավատքը, Քրիստոսին պիտի ընդուներ, ոչ թե քրիստոնեությունը, քրիստոնեություն։ Կրոնը մարդու չի պահանջում, Աստված պահանջում է քեզանից սրբություն, կրոնը քեզանից չի պահանջում սրբություն, Աստված ասում է սուրբ եղեք, քանզի ես սուրբ եմ, կուռքը լուռ է, ծեփված են նրա էությունը, նրա աչքերն ու ականջները, նրա բերանը, կուռքը լուռ է, չաստվածները չեն պատժում քեզ, բայց Աստված պատժում է քեզ, պատժում է ինձ, կուռքը, կրոնը, կուռքը չի պատվիրում, իսկ Աստված պատվիրել է քեզ, երկու պատվիրան, չխոսենք հին ուխտից, սիրել, 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 հավատացած եղիր այս երկրի վրա, այլևս սեր չկա, գիտեք այնպիսի տպավորություն է, որ դու կարող ես մարդուն ձեռքերիդ մեջ ձվածեղ անել և ուտեցնել, միևնույն է, ուրացություն, ուրանում են մարդիկ, Ես էլ պատերազմում եմ իմ հոգու դեմ, ասում եմ Աստված, եթե մարդիկ ուրացող են, ես ինչ անեմ, ես էլ նրանց ուրանամ ոչ, ուղղակի հեռացիր նրանցից, բաժանվիր նրանցից և հասկացել եմ, որ այսօր Քրիստոսիս հետ եմ այստեղ կանգնած, անգամ ոչ մայր, ոչ երեխա, մարդիկ սուտ է, ամեն ինչ այնքան ունայն է, Կուռքը չի դատում, իսկ Աստված դատում է, Աստված տալիս է քեզ ճշմարիտ դատաստան, ավելի լավ է, որ Աստված քեզ հասկացնի, որ դու ինքդ քեզ դատես, որ չդատապարտվես նրանով, Աստված դատում է, իսկ կուռքը ոչ, կուռքը, կրոնը քո հանդեպ շատ բարի է, լսել ես երբևիցե քո առաքելական եկեղեցուց, որ քեզ սրբություն քարոզեն և սրբություն պահանջեն, կուռքը չի զարկում, Աստված զարկում է, կուռքը չի խանդում մարդիկ, նրա համար մեկ է, նա քար է, փայտ է, ոսկի է, նա չի խանդում, բայց Աստված նախանձավոր Աստված է, Աստվածաշունչը նրան նկարագրեց որպես նախանձավոր Աստված, գիտես որն է դա, և որ դու կին ես առնում, չէ որ, եթե դու քո կնոջը սիրում ես, նաև խանդում ես նրան, երկրավոր օրինակ բերեցի, խանդում ես, կամա թե ակամա, դու խանդում ես, Աստված իչարարծե մեկը քո կնոջը աչքերով մի փոքր կողքից հայացքով նայի, կարող այդ օրը տանը պատերազմ լինի, դու հասկանում ես, եթե դու կարող ես խանդել այն կնոջը, որին դու չես ստեղծել, ապա ինչպես Աստված չի կարող խանդել քեզ, որին ինքն է ստեղծել, ես ուզում եմ քեզ ուղղակի հասկացնել, ես չգիտեմ, ուղղակի չեմ կարող այս խոսքը սիրելիս նվնվալով քեզ հասկացնել, սա կլիներ ամենաահավոր վիճակը իմ կյանքում, բայց դու հասկացիր, եթե զգում ես, որ ճշմարիտ Տիրոջ խոսքն է, Տիրոջ խոսքը իր անունից վեր դասված, ուրեմն ընդամենը մեզ պետք է ընդունել, ուրեմն ինձ պետք է այսօր այս պահին այս խոսքը ընդունել մի հատ ճակատանոց անել իմ ճակատի մեջտեղում,
Այո, Աստված նախանձավոր Աստված է։ Հավատքն էլ կենթանի է Քրիստոսով, եւ հավատքը ինքը Քրիստոսն է, մարդիկ, Քրիստոսին հավատացողը։ Այն եզակի է, ինչպես նաև Տերն է եզակի, հավատում հասկանում ես, հավատքը Քրիստոս է, Քրիստոսը Տերն է, եւ հավատքը եզակի է, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսն է, ինքը եզակի անձնավորություն։ Դու կարող ես ասել, որ Քրիստոսներ կային այս երկրի վրա։ Դու կարող ես ասել այս երկրի վրա գոյություն է ունեցել հավատքներ, չէ կրոններ այո, բայց հավատքներ ոչ, կրոններ բացառիկ կգտնես ամբողջ աշխարհի մեջ, փնտրի շատ կգտնես, բայց հավատքը մեկն է, հավատքը քրիստոնեությունն է, հավատքը Քրիստոսն է, հավատքը Տերն է, հավատքը եզակի է, ինչպես Տերն է ինքը եզակի։ Կուրկը վերջինս չի լսում մարդիկ, իսկ կրոնն էլ չի խոսում, այնտեղ մված է, ճահճացված է, հասկացանք մենք իրար։ Որքան ուզում ես գորի եւ գոչի քո աստվածներին, ես պիտի քեզ հարց տամ, ինչ է, Քրիստոսը մեջ չէ։ Դու գոռում գոչում ես, դու աղաղակում ես, հարց եմ տալիս, ինչ է, Քրիստոսը մեջ չէ։ Վերջինս Հռոմեացիս 15-րդ գլուխ 1-6-ն եմ կաշտում։ Մենք որ զորավոր ենք, ասում է Պողոս առաքյալը, պետք է տկարներին տկարությունը վեր առնենք եւ միայն մեր անձերին հաճո չլինենք։ Նայեք սիրելիներ, շարունակեմ հետո, քանի մտքից թելը չի կտրվել։ Ինչ է նշանակում դա։ Այո, ես զորավոր եմ Աստծո մեջ, քանի որ այս ամեն ինչ դու տեսնում ես, ես անում եմ մենակ իմ Քրիստոսի հետ։ Բայց ինչ է, կանգնեմ Տիրոջս ասեմ, դե ասեմ Տեր, ես փրկված եմ, ես արդեն հավիտենական կյանքը վայելում եմ այս երկրից։ Ինչ պետք է ինձ այն կորածը կամ այն մոլորվածը, ոչ սիրելիս։ Ինչ է ասում Պողոս առաքյալը, Պողոս առաքյալի թղթերը փոխհարաբերական բարի իմաստներ են կրում։ Ասում է, մենք որ զորավոր ենք, պետք է տկարներին տկարությունը վեր առնենք եւ միայն մեր անձերի համար հաճո չլինենք, ապա մեզանից ամեն մեկը թող հաճոյի լինի ընկերին դեպի բարին եւ շինության համար։ Ինչ։ Ո՞րն է բարին։ Քո հոգեվոր շինությունը։ Իսկ եթե քո հոգեվոր շինության համար պետք է այս դիպուկ քարոզչությունը, ապա ուրեմն այն բարին է եւ այն ես քեզ կտամ։ Որովհետև Քրիստոսն էլ ոչ թե իր անձին հաճո եղավ, այլ ինչպես գրված է, թե քեզ ուշադիր եղեք, նախատողների նախատինքներն ինձ վրա ընկավ։ Ինչ եղավ։ Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկավ, Քրիստոսի մասին է։ Նրա համար ինչ որ գրվեցավ, մեր սովորելու համար գրվեցավ, որ համբերությամբ եւ գրքերի մխիթարությամբ հույս ունենանք եւ համբերության եւ մխիթարության Աստվածը տա ձեզ միևնույն բանը խորել իրար հետ Քրիստոս Հիսուսի կամքին կներեք համեմատ մինչև 6-ներ որ մի բան մեկ բերանով փառավորենք Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հորը միաբան փառավորենք մարդիկ Վերջինս եւ այս արեք իմանալով ժամանակը որ ժամն է աշտեն քնից զարթնել որովհետեւ հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը քան թե այն ժամանակ որ հավատացինք գիշերն անցավ գնաց ցերեկը մոտեցել է ուրեմն դեն գցենք խավարի գործերը ինչ անենք դեն գցենք խավարի գործերը եւ հագնենք լույսի զենքերը ինչպես ցերեկումը պարկեշտությամբ մանգանք, ոչ թե անառակություններով, արպեցություններով, խառն անգողիններով, պղծություններով, ոչ հակառակությունով եւ ոչ նախանձով, բայց Տեր Հիսուս Քրիստոսին հակեք եւ մարմնի համար խնամք մի տանիք դեպի ցանկություն։ Այո, մեզ պետք է ընդամենը հագնել Հիսուս Քրիստոսին, հագնել,
Սիրելիս, այո, դու ճիշտ հասկացար։ Նրան մենք պիտի հագնենք, ինչպես որ դու հանդերձն ես հագնում, այնպես էլ դու կարող ես հագնել Սուրբ Հոգին։ Իսկ մարմնի համար ցանկություն մի տարեք։ Սա է։ Մարմնավոր ցանկություններն են, մարմնավոր անպտղություններն են, որ մեզ երբեք թույլ չեն տալիս ընտրել հավատք, ընտրել Քրիստոս։ Մարմնի ցանկություններն են, մեր մեղավոր կյանքի բնությունն է, բնականon վիճակն է, որ մեզ թույլ չի տալիս պաշտել Աստված, պաշտել Աստծուն, այլ մենք փորձում ենք մեզ համար գտնել, փնտրել չաստվածներ, մեզ համար գտնել, փնտրել չքարոզիչներ, մեզ համար փնտրել, գտնել այնպիսի մարդիկ, ովքեր որ ուղղակի այս ականջի պլտակը կշոյեն, փափուկ բարձը կտնեն ձեր գլխների տակ, բայց ասեմ սիրելիներ, անուշ քունը փափուկ բարձի վրա չէ։ Մարդը անուշ քնում է, երբ որ իր գլուխը դնում է չոր բարձի վրա։ Քունը ավելի անուշ եւ բարի է լինում։ Սա էլ քեզ հոգեվորում մի մեծն խորհուրդ, որպեսզի հասկանաս, որ երբ որ բարձդ չոր ու կոշտ կլինի, ինչպես որ ասում է Հակոբը, սա էլ մի փոքր հայտնություն քեզ, ասում է Հակոբը ճանապարհին, ասում է քարը դրեց եւ գլուխը դրեց այդ քարի վրա եւ քնեց եւ ասում է երազին եկ տեսավ նա երկնքի դուռը բացված։ Լսիր, ուշադիր այս խորհուրդը, որ ես քեզ հիմա կտամ, որ Տերը հենց հիմա ինձ տվեց։ Եվ գլուխը դրեց քարին Հակոբը եւ քնեց, նա փախել էր իր ընտանիքից փախել էր իր Եսավ եղբորից եւ ասում է այդ քարի վրա գլուխը դրեց եւ ասում է տեսավ երազին երկնքի դուռը բացված այդտեղից սանդուղքը մինչեւ երկինք եւ հրեշտակները իջնում էին եւ բարձրանում էին։ Սա է մեր կյանքի պատղաբերությունը։ Սիրելիս, մարմինս փշաքաղում է Տիրոջ խոսքի մեջ, այնքան պաշտելի է նա։ Երբ որ դու քեզ թույլ ես տալիս այդ կոշտ ու չոր բարձը, երբ որ դու թույլ ես տալիս այն կոշտ չոր քարոզչական խոսքը, այն կշթող մեզ խոսքը, երբ որ մենք մեզ թույլ ենք տալիս, ապա երկնքի ինչ որ դուռ է բացվում եւ հրեշտակները սկսում են քեզ վրա իջնել եւ բարձրանալ։ Քո պահապանները հասկանում ես դու սա։ Սա թող լինի քեզ համար աղոթք, ամբողջ հոգիդ թող աղոթի։ Տիրոջ մեջ, Տիրոջ առաջ, Տիրոջ ոտքերի առաջ, խոնարհությամբ եկ նրա առջև եւ ասա Տեր, շնորհակալ եմ, որ դու ինձ չես տալիս փափուկ բարձ, բայց տալիս ես հավիտենական փրկություն։ Շնորհակալ եմ քեզ ամենից Հիսուս, շնորհակալ եմ իմ սեր, իմ կյանք։ Ոնց
գահի դարչը ծնքի գալու բայց կամորթու սորապ հայրոնը վարախոսում և այդ այրան հավատքով ես քեզ եմ կանչում խնդրում եմ որ հոգիս լցնես կյանքի լույսով մախիթարվեմ ու միշտ ապրեմ քեզ հուսալով հայրը խնդրում եմ սրտի սաղոտ քրասիր քո ողորմած գթաձեռքը ինձ մեկնիր թող հոգիս մխիթարվի լոքեզանով անցնեմ էջանքոս քո մեծ սիրուն հավատալով հայրը խնդրում եմ սրտի սաղոտ քրասիր քո ողորմած գթաձեռքը ինձ մեկնիր թող հոգիս մխիթարվի լոքեզանով անցնեմ էջանքոս քո սուրբ սիրուն Անցնեմ ճամփաս քո սուրբ սիրուն հավատալով այո սիրելիներ մենք ունենք մի հոգևոր կյանքի ճանապարհ եւ մենք այդ ճանապարհները մարդիկ անցնում ենք միայն Քրիստոսի սուրբ սիրուն հավատալով ուրիշ կերպ ուրիշ ձևաչափ ուրիշ բանաձև դու չունես այստեղ Հիսուս Քրիստոսին հավատալով ես դու այնց անցնում այն հոգևոր քո ճանապարհը եւ ուզում եմ այսօր քեզ ասել եղբայրս քույրս արի միասին անցնենք այն ճանապարհը արի ընտրենք Քրիստոսին արի ընտրենք հավատքը արի ընտրենք վերջապես այն ինչ Աստված իր անունից է վերդասել մարդիկ Աստված Մովսեսին ասեց ես եմ որ եմ հասկանում ես եւ երբ որ Մովսեսը շատ էր ուզում հորդորել Տիրոջը եւ նրան չգոհացրեց այն անունը որ Տերն ասեց ես եմ որ եմ Տեր ասեց իմ անունն է Եհովա Եվ եկեք միասին քայլենք այն ճանապարհը մարդիկ այնքան գեղեցիկ է ես ասում եմ հայրս Տերս ես Եվրոպայում ունեմ հոգևոր ընտանիք բայց այստեղ չգտնվեց մեկը դեռ չկա մեկը 3 տարիուկես ես քարոզում եմ այս մարդկանց սառնասրտությանը բայց չգտնվեց մեկը որ մոտենար Աստծուն, բայց ես ուզում եմ ասել, եթե ինչ որ մեկին ես չկարողացա բերել իմ Աստծուն, իմ Քրիստոսին, ես նրանցից հեռանալու եմ։ Եթե ինչ որ գեթ մեկին ես չկարողացա բերել Քրիստոսի գիրկը, նրանք ինձ երբեք, մարդիկ քավ լիցի, որ նրանք ինձ տանեն աշխարհ, ստություն։ Աստված իմ, ես կյանքիս մեջ այսքան ստություն չեմ ապրել, ինչ ապրում եմ այս հողի վրա, այսքան կեղծավորություն, ես իմ ամբողջ կյանքը դարձել եմ 49 տարեկան, ես չեմ ապրել, ինչ ապրում եմ այս վերջին 5 տարիների ընթացքում, ինչու, ցանկանում եմ մարդկանց բերել Աստծուն Քրիստոսին, բայց մարդիկ ընտրում են իրանց եսը ավելի շատ Բայց դե ինչ արած, ընտրություն է այն, լավը թե վատը այն ընտրություն է, այն ընտրում է մարդը իր ձեռքով և ուզում եմ իմ քույրերին, իմ հոգևոր հարազատ հոգևոր քույրերի հետ քայլեմ այս ճանապարհը,
Ես ուզում եմ ունենալ նրանց, ես ուզում եմ իմանալ նրանց մասին, ես ուզում եմ քայլել նրանց հետ Քրիստոսով։ Հովիվը Քրիստոսն է, նա մեր առաջից գնում է, եկ միասին նրա ետևից քայլելով գնանք, եկ գնանք մարդիկ։ Այս աշխարհը այնքան էլ մեզ չի տալիս այն, ինչի համար արժե Քրիստոսին ուրանալ։ Ես երեք նայում եմ ընդամենը մայրիկից ցույց եմ տալիս, ասում եմ, նստած ենք մի տեղ եւ լսեցինք Էմի Վայնհաուզի երգը, եթե ճանաչում եք նրան, եւ այս երիտասարդ կինն այնպիսի մի հրաշալի ձայն ուներ, ես այդ ձայնը չունեմ, վաղուց չունեմ։ Եվ ասում էի մայրիկիս, մայրիմ ասում էի, նայիր, որքան գեղեցիկ կլիներ, որ այս կինը իր ձայնով պաշտեր Հիսուսին։ Եվ այդքան երիտասարդ վիճակով նրան գտան իր տան մեջ մահացած, նարկոտիկի չարաշահելու պատճառով։ Սա է աշխարհը, մարդիկ։ Քեզ կտա անուն եւ կկործանի։ Իսկ Քրիստոսի անունը երբեք չի կործանի։ Եվ ուզում եմ մեծն սիրով ասել քեզ, եղբայր, քույր, արի իրար հետ քայլենք Քրիստոսի ճանապարհը։ Ես քեզ չեմ ճանաչում, դու ով ես, ինչպիսին ես, բայց նաև կարող եմ ճանաչել։ Քայլենք, հոգին կճանաչի, երբևիցե երկնքում կիմանամ ով ես եղել դու, եթե ապաշխարես։ Պարտադիր չի երկրի վրա, բայց միասին քայլենք, գնանք Քրիստոսի մեջ, գնանք նրա գրկի մեջ, գնանք նրա մաքուր արոտավայրի մեջ, ինչու են ասում, որ գռները սուրբ կենդանիներ են, որովհետև նրանք ուտում են միայն ու միայն խոտ։ Եկեք իրար հետ միասին ուտենք այն արոթից, այն մաքուր աստվածային ակունքներից, մաքուր աստվածաշնչյան խոսքը ուտենք եւ ապաշխարենք Հիսուս Քրիստոսի անունով, թող ինչ որ մեկը ասի ամեն եւ ամեն եւ փառք տա Տիրոջը Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի անունով։ Ամեն։ Քեզ եմ փառավորում իմ Տեր Հիսուս, ամեն ինչում փառքը պիտի քոնը լինի, պատիվը պիտի քոնը լինի, մեծությունը, զորությունը, դու ես ամենի ամենը Տեր Հիսուս։ Փառք քեզ։